Եվս մեկ անգամ ողջույն, բարի երեկո, ժողովուրդ ջան։ Եկեք այս մի եթերի անունը դնենք օրվա ամփոփում, եւ ես շատ կցանկանամ, որ այստեղից կարողանամ հնարավոր լինի այն ամբողջ էներգետիկան, ոչ միայն իրադարձությունները, այլ նաեւ այդ իրադարձությունների էներգետիկան նույնպես փոխանցել ձեզ։ Ես հիմա աչքովս ընկավ ազատության սարքած մի ռեպորտաժ, որը կդնեմ միասին կդիտենք ու միասին կվերլուծենք ու ես ձեզ կհուշեմ այնտեղի մանիպուլյացիաներն ու ստերը, կհուշեմ նաև կողմնակալությունը, կողմնապահությունը, ինչու ոչ մի քանի բառեր ավել կզրուցենք, բայց մինչ այդ ուզում եմ նախ բոլորիդ շնորհակալություն հայտնել, թե ձեր շնորհակալ խոսքերի համար, թե ձեր աջակցության համար, թե քուսումների տարածումների համար, հավատացեք, դա էր հենց հարց լուծողը այսօր, որովհետև շատ լավ ընկալեցին, մի քանի անգամ ռազվեդկա ուղարկելով, մի քանի անգամ գալ գնալով, շատ լավ ընկալեցին, որ աղմուկը բավականին մեծ կլինի ու Static News-ը, ով պատերազմ էր հայտարարել կեղծիկով ու ստով իմ եւ մեր դեմ առասարակ, չի հաջողի մարդկանց մանիպուլացնել, ուղեղները լցնել այլևայլություններով։ Ինքս ձեր միջոցով ծանոթացա մի հարցի, որը անկեղծ պիտի լինեմ, հարմար չստացվեց, ես վաղը անպայման ուղիղ կհարցնեմ Տեր Արամին ու կզրուցեմ նրա հետ։ Այսօր թերևս ես ընկերներից հետ ամբողջ օրը այնտեղ եմ եղել։ Միևնույնն է, Տեր Արամի հետ շատ չեմ շփվել, որովհետև ես չէի գնացել նրա գործունեությունը, այսպես ասած, խոչընդոտելու կամ զբաղացնելու, այլ մենք մեր գործին էինք եւ ուշադիր իրադարձություններն էինք վերահսկում, որպեսզի որևիցե մեկը իրեն թույլ չտա կրկնել այն, ինչ արեցին երեք, իսկ երեկվանը պարզապես խայտառակություն էր, այ հենց դա էր հարվածը, թե եկեղեցուն, թե եկեղեցուի միջին, թե քաղաքացուն, թե հավատացյալներին, այ հենց դա էր հարվածը։ Եվ մի երկու բառով պիտի նաև ասեմ, որ մեկնաբանությունների դաշտում ես կխնդրեմ ուշադրություն դարձնեք ժողովուրդ ջան, թե ովքեր են իրականում զբաղված հայհոյախոսությամբ, իրենց թաքցնելով եկեղեցապաշտպանի շղարշիներկո, իհարկե Կտրիչ Ներսիսյանի ճուտիկ բուլիկներն են, ովքեր որ փորձում են ցույց տալ իբր եկեղեցի են փրկում, բայց ոնց որ թե իրանք էլ չգիտեն եկեղեցին ինչա ու հայհոյախոսությամբ են զբաղված, դե բնական է, եթե իրենց կաթողիկոսը կամ իրենց հայր սուրբը Կտրիչը լինի, այն Արտաշեր Արշակերետի լինի, այն մյուսը, որ Արագածոտնի թեմի առաջնորդը ում կալանավորեցին, բնականաբար նրանց բարոյական արժե համակարգն, նրանց ընտանեկան դաստիարակություններ ծնողներից ստացած մորից հատկապես այդպես պիտի լինի։ Բայց ես հիմա չեմ ցանկանում դեռևս անդրադառնալ այդ հատվածին, ավելի կարևոր խոսակցություններ կան եւ հատկապես մի խոսակցություն կա, որը այս պայդրությամբ մասամբ եմ փոխանցելու ձեզ, որովհետեւ ինքս եմ մասամբ տեղյակ, իսկ ավելի մանրամասն ձևով երևի թե դեռևս կզրուցենք տվյալ անձնավորության հետ ու ավելին կպարզենք, բայց դա պարզապես ինձ սարմրկեցրեց ու շատ հարցերի պատասխան տվեց, որը իհարկե կփոխանցեմ նաև ձեզ, դուք ինքներդ էլ մտածեք դրա շուրջ։ Ես մեր քաղաքացիներից մի քանիսը գրել էին, որ հարց էին գրել, որ իսկ Կադիրովի թեմայի հետ կապված այդ ինչ թեմա է, այսօր էլ ոնց հասկացա ազգային ժողովում բազմիցս ծեծվել է այդ թեման։ Հիմա ես ձեզ մոտավորապես ասեմ իմ կարծիքը, բայց խոստանում եմ վաղը Տեր Արամի հետ այդ հարցով խոսել։ Բայց այն ինչ որ լսեցի գյուղացիներից թեման հետևյալն է։ 2020 թվականին Այն ձայն հետևում Լիլիա ջան ուր մտա ու դիցե ասենք ասма սենյակից դուրս եկավ գնել Սարգսյանը որ այդ սենյակի մտե բա որտեղից դուրս պիտի գա այսօ ֆոկուսնիկ չէ Դեվիդ Կոպերֆիլդը չէ պիտի մտնեմ ուրիշ տեղից դուրս գա Ընդ որում ես այնտեղ ներկա չեմ գտնվել դուրը բացեցի խնդրեցի մի րոպե ուշադրությունը ու բան ասեցի ու ինքը ինձ հետ դուրս եկավ էս եղել բայց ինչ ուզում եմ խոսամ ասենք այնպես չի ինչ որ բան կանոնակարգ եմ խախտել ինչ արել եմ լավ եմ արել ճիշտ եմ արել Ուրեմն որտեղ կանգնեցի Կադիրովի թեմայի գյուղացիները ասացին հետևյալը որ 2020 թվականին Արել է նման գրառում մարդը ու իհարկե վերջին շրջանում ահագին ժամանակ առաջ թե ժամանակները հենց գյուղի ժողովուրդն են բացատրել ինչն ինչոցա ջնջել հա ջնջել այդ գրառումը բայց արյունից որ մարդիկ սկրինշոտ էին արել հենց այդպես են կոմպրոմանտներ հավաքում սկսում մարդկանց մտահոգություն պատճառել ենթարկացնել իրենց բայց եկեք բոլորս հիշենք նաև Տեր Արամի հարցազրույցը որտեղ որ մարդը Բերանացի ասում էր որ ստիպել են որպես ինքը գտնվի այնտեղ իսկ գիտեք նման աուրայի մեջ գտնվելուց դու ինքդ սկսում ես համոզվել նաև որ երևի թե ինչ կատարվում է տեղին է կատարվում ու դա ճիշտ է որովհետև դու լսում ես մանիպուլյացիոն հայտարարություններ խոսույթ ընդ որում մեզանից շատերը ձեզանից էլ շատերը ժողովուրդ ջան դարձնենք դուս խոսանք ոնց որ ասում են ձեզանից շատերը նույնպես 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո դեռ չեն կողմնորոշվում ինչա կատարվում, հա,
Այնուհին այդ մարդը ժամանակ տենց է պատկերացրել, բայց եկեք մի բան էլ ֆիքսենք, որ Տեր Արամը առհասարակ քաղաքական մարդ չէ, առհասարակ ես անկեղծ եմ ասում, ես այդքան չքաղաքականացված մարդ երևի չեմ տեսել այս աշխարհում ու բնավ չզարմացա նաև այդ Կադիրովի թեմայից, որովհետեւ մարդը եթե մի բան հասկացել, այդ է հասկացել, ելել դրա մասին շատ, բայց խնդրում եմ ճիշտ հասկացեք, ես հիմա զբաղված չեմ ցանկանում ստացվի, որ ես փորձել եմ ինչ-որ մեկին ինչ-որ բանում արդարացնել, ոչ, ոնց հասկացա 3 թե առաջին օրը լրագրողները դարձյալ այդ հարցակված էին եղել, ու ինքը վերահաստատել էր, ասել էր հա տենց եմ ուզում, բայց ոչ թե Կադիրովին նկատի ունեցել են Կադիրովին, ով որ ուկրաինացիների դեմ կռվում է, ով որ նարկոտիկի տակ ու օրական դոնցիկի դոնը անում խոսալուց, այլ իր կարծիքով, իր պատկերացումով են Կադիրովին ում սիրում են իր երկրում, հա, ում երդվում են, ում խոսքա եւ այլն։ Չգիտեմ, երևի ես նկարագիր է, բայց սրան եթե գումարենք նաեւ են, որ մեր իրականության մեջ մեր հարազատների շրջապատում որքան էլ կլինեն Փաշինյանի աջակիցներ, այսինքն ընտրություններին կընտրեն Փաշինյանին կամ Քոչարյանին կամ Սերժին կամ Լևոնին կամ Պողոսին, Պետրոսին, Մարտիրոսին, կան մարդիկ, որ այդ նույն ընտրողները ասում են, այ դա մեզ մի հատ Ստալինա պետք է, էլի։ Ու երկար բացատրում ես, թե սա Ստալինի խիպ է, չէ՞, այսինքն մարդը ոչ ինչ-որ բան է մտնում, որ դու իրան ուղիղ հակադարձում ես։ Ամեն դեպքում սա իմ կարծիքն է, այս պահի դրությամբ, որը շատ հնարավոր է վաղը փոխվի, չգիտեմ, որովհետև այդ մասին Տեր Արամի հետ չեմ խոսել։ Սա այսպես։ Հիմա օրվա մեջ պիտի ես անկեղծ լինեմ ու ասեմ, չեմ հարցրել Տեր Արամին, կարելի ասել թե չէ, բայց այն անձնավորությունը որ կար Տեր Սարգիսով, որ ասում էր Արամ պատան բջի թուլա սիկիրեղ եք նավիկ, բայց չէ դուք արա, բայց չէ դուք, այ էլի դու Համ բաներ արա, որ ախր դեմս չեք կերնել երկու բարձր, կակել եք տակնից չեք մտնում, ըստ կտրում, կյանքս կերել եք արարդը։ Կներ է ժողովուրդ։ Այն բաներն են, կտրիչում հանդավուշկետն են, բանա։ Հերթով պատմում։ Առաջին հարսանիքը, որ եկավ, ժամը 2-ի 2-անց էր, 2-ն էր 2-անց, եկան Տեր Արամին ասեցին, որ Տեր Արամը Երևան է մի պահ գործովիչ էր, հիմա էլ քնչականում ենք, կամ այս պահին հենց չգիտեմ, բայց դուրս եկավ, երբ որ դուրս եկավ, քնչական էր գնում, հրավիրված էր։ Ուրեմն, այսպես ասեցին, բա տեղյակ են այս մարդիկ, ասեց, հա, ես խոսել եմ, ներկայացրել եմ, որ սա է իրավիճակը, իրանք ասել են, մենք խնդիր չունենք, մեկը ուզում ենք դու լինես։ Ու մարդը ծեսը իրականացրել է, հետո եկավ Մկրտություն, դա արդեն կադրերով հեսա միասին էր գնայինք, հատվածներ հավաքել է Ազատությունը։ Մկրտությունը նույնպես, այս անգամ պես Սարգիսը Ես հոսալ ես իրենք չունեմ, բայց ցանկանում եմ տեղեկացնել, ես չեմ կարող պարտադրել, իմ գործը տեղեկացնել, որ նա կարգալույց եղած, որ վավեր չի այդ իր բանը, մատուցած իսակատարությունը, ձեզ չգիտեմ ինչ չեն տա։ Ես կողքը կանգնած լսել եմ, քանի դեռ ինքը ոչ մի ավել բան չի ասում, դա փաստում է հենց Ազատության ռեպորտաժը, բայց ինչ հանկարծ որ ես լսում եմ, որ ավելորդություն ցույց տա, այսինքն ասել ինչ որ պիտի ասի։ Ասեց էլ ինչ որ պիտի ասի, ճիշտ եմ, ճիշտ ծամծամում էր, բայց ասեց էլ ինչ որ պիտի ասի, այս մարդիկ ասին, ախ ջան, մենք Տեր Արամի հետ ենք խոսացել, Տեր Արամի հետ կշարունակենք մեր գործը։ Հետևից եկավ երրորդ արարողությունը, որը նույնպես հարսանիք էր։ Այստեղ նույնպես Տեր Սարգիսը մոտենում է, ներկայացնում է, այս մարդիկ ասում են, ախ ջան, դու արի գնա խոսել եք շիի մենք Տեր Արամի հետ ենք խոսել, մենք ուզում ենք Տեր Արամի լինի։ Ես պիտի շատ անկեղծ լինեմ, ժողովուրդ ջան, իսկապես ես մինչև այսօր Տեր Արամին, չէ, մինչև 3 ես առաջին անգամ եմ իրեն տեսել։ Իմ ու իրա 3 եւ այսօր շփումը, եթե բոլորը գումարենք իրար, 3 րոպե չի ստացվելու։ Այսպես։ Մենք որ տեղեկացել եմ, որ ես եմ, ստեղ եմ, քեզ եմ, սատարում ախոջա, ես ընդեղ եմ, всё։ Մոտավորապես սա։ Ամբողջը գումարենք իրար, 3 րոպե չի տևում իմ ու Տեր Արամի խոսակցությունը։ Ընդ որում առանձին չէ, պետներս միշտ մարդ է։ Մի խոսքով։ Բայց ես չեմ տեսել քահանա, ում այդքան սիրում են։ Ընդ որում, տարբեր վայրերից, ասենք եթե լինի մի գյուղից, ասես դու իրաց գյուղն ես, մարդը այդ գյուղում իրան լավ է, բայց ամեն սիրում են, բան չի արել։ Բայց երբ որ տարբեր տեղերից, իմիջիալից շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ երեկվա եթերից հետո հասկացան այսօրվա կարևորությունը եւ եկան, ասում են ախպեր ջան, մենք այդ մարդուն ճանաչել ենք։ Ճանաչել են ամենատարբեր առիթներում ու նպատակ են դրել, որ այս ինչի առիթին գտնեն Տեր Արամին, այդ ժամանակ անգամ ասել են, որտեղի քահանա, որ սենց է խոսում, բա դու լա եկել մարդկանց։ Մարդիկ սիրում են իրան։ Սիրում են։ Ասում ախպեր իրան, լսում ես, դու զգում ես, որ Աստծուց է խոսում ես մարդը, քո մեջ բան է շարժվում։ Գործի չի եկել։ Սա ես փոխանցում եմ մարդկանց ասածները։ Գյուղում ավելի մանրամասն են ձևակերպում։ Եվ ասում են, որ արդեն 4-րդ թե 5-րդ քահանան է ինքը վերջին տարիներին իրենց գյուղում։ Բայց նրանց քիչ են հիշում։ Իսկ Տեր Արամին առանձին վերաբերմունք է։ Ես ասում եմ, սենց բան ես չեմ տեսել։ Ես ամբողջ Հայաստանն եմ շրջագայել, չեմ ուզում խամրեցնել ոչ մի քահանայի բանը, հա, ասենք, հանդեպ հարգանքը բացարձակ Քավլիցի, բայց ես սենց բան գոնե առայժմ չեմ տեսել։ Այդ բանն էր, փաստաբան Արա Զորաբյանն էր, եկել էր, որպեսզի ծանոթեր, չգիտեմ ինչի մասին, հեսա միասին կլսենք, այդ Տեր Սարգիսն էր, ով պիտի իբր ինքը արարողություն սրանից հետո մածուի։ Հա, գյուղացիները ասում են, որ այդ եկեղեցին ինքը
անձամբ այնքանը չարչարվել ու աշխատել։ Պատմում են, որ այդ եկեղեցում պատարագին 10-15 մարդեր լինում, այն էլ հազիվ ասում, գյուղի տատիներից մի քանիսը գնային թե չէ։ Ապա չարխային, մենք սպասում կօրինակ կիրակ, ամեն կիրակի, երբ պատարագ լինի, մենք հանկարծ բաներ մենք գնում ենք, մեզ հաճելի ասում է։ Երբեք սենց բան չենք ունեցել մենք եկեղեցու հանդեպ։ Այսինքն մարդը իսկապես քայլ առ քայլ հասել է դրան։ Քայլ առ քայլ Հովանավանքը դարձրել է սիրելի վայր բոլորի համար։ Քայլ առ քայլ այդ գյուղը ավելի շատ այլ տեղերից եկող անցորդներ ու տուրիստներ ա տեսել։ Այս սաղ էս մարդու համար գնա։ Վերջ։ Ու հիմա ասել դու պիտի գնաս, չգիտեմ, Պողոսն ա գալիս այսօր հետ, դες չի լինում։ Դες չի լինում։ Ընդ որում ասել նրանք, ովքեր վաղուց մեկը գրել է Տեր Արամին մի հերոսացեք, ես չեմ հերոսացնում, ես պատմում եմ միշտ տեսել եմ եւ ցավում եմ միայն մի բանի համար, որ հիմա բառերով եմ պատմում, իսկ էներգետիկան տեղում կարող եք ինքներդ զգալ։ Մի խոսքով, այնուամենայնիվ, այս գրողին ասեմ, էլի Եղիշե Ադամյան, հարգելի Եղիշե, հարգելիս, ես այսօրվա ցերեկվայի եթերում նկարագրել եմ բառացիորեն, որ ես անձերի պաշտպան չեմ, ես այստեղ նաեւ այլ մտքերով եմ ու այլ գաղափարներով ես իմ պատկերացումները իմ պետության ու իմ եկեղեցու մասին իրացնում եմ իմ գործողություններով ամենահամեստ գործողությունը թող լինի, հա դա մոտավորապես այսպես ասեմ։ Ու ես կարծում եմ, որ պիղծը, չէ, ես էլ թույլ չեմ տա, որ մարդուց կուրք սարքեն Եղիշե ջան, շնորհակալություն ամեն դեպքում դիտարկման համար։ Ես կարծում եմ, որ պիղծը չի կարող որևիցե մեկին առհասարակ Կտրիշ Ներսիսյանի որևէ որոշում որևիցե կերպով վավեր չէ։ Եվ եթե կարող է ինքը նույնպես ծիսակարգերամատուցում ու մարդիկ են ներկա լինեն, դա ոչ թե նրա համար որ իրեն են շացրում, այլ ինչ կաթողիկոս է լինի, մարդիկ գնում են եկեղեցի։ Վերջ, այսպեսին է։ Հիմա ես խոստացել եմ, որ մի սահմռկեցուցիչ ճշմարտություն ակնարկ կլինի, բայց դա ես կթողնեմ վերջում, կներեք։ Հիմա եկեք միասին դիտենք Ազատության ռեպորտաժը, որից հետո շատ հարցեր առաջացել մարդկանց մեջ, թե բա հիմա ով է պատարագը մատուցելու, Սարգիսը թե Արամը եւ այլն եւ այլն։ Ուրեմն նախ պատարագը, լավ եկեք դիտելով գնանք, հա։ Ես հիմա վերցնեմ իմ ձեռքում, այսօր ավելի հարմար լինի։ Արա ջան, որ խնդրեմ տեղափոխվես։ Այսի հետ Արագածոտնի, ուրիշ չի չնայած թեմայի հետ լավ էլ կապ ունի, բայց սա հենց Արագածոտնի թեմի առաջնորդն է, ում կալանավորել են ու այս նույն քահանաները, ինչ որ կամ նույն Կտրիշ Ներսիսյանը որևիցե բան չի ներկայացնում հանցագործի մասին, բայց Տեր Արամը կարգալույց անում, էլի պատկերացնում եք, չէ՞, աբսուրդը որտեղ է։ Հիմա ես գտնեմ Ազատության հետ, այս է։ Ներողություն։ Մատ զվուկը ուր է։ Հետ խոսենք։ Քան չէ, թողնա, դա չէ։ Ձարամը 3 Հովանավանքում քաշքշում էր մեր օպերատորի։ Այսօր նա եւ Արքալի Չապված Տեր Արամ քահանայի միջազգացիները ահոթի էին։ Նախի քահանան նրանց ներս դարձել համերաշխության ահոթի ակած։ Ստեփանապետրյանը նախի քահանան բանկի չլանավ չի պատրաստվում։ Այսօր երկու շրջակայության եւ իմաստության արարողություն կատարել։ Ներկայացնում է, այն ինչ որ նախապես ասել է, ներկայացնում է բանը, որ Տեր Արամը կարգալույց է ու Կարամ Աբաբյանը։ Այն ինչը որ ես ասացի, ներկայացնում է, բայց մարդիկ ասում են, Տեր Արամի հետ ենք խոսում, Տեր Արամին, են գործող շարունակում։ Ես ունեն այնց համար կողքը խելոք կանգնած լսում եմ, որևիցե մեկը որ չշահարկի, հա, այն էլ ես։ Այս ընդրությունը դե ով Հովանավանքում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Սարգիս քահանան մկրտության եկածներին բացատրում էր քահան։ Ու հենց այս պահին ես գնացել եմ Տեր Արամին արդեն տալու են որ կա հիմա կադրկցում են այս խոսակցությունից հետո ես մտնում եմ այնտեղ ասում եմ Տեր Արամ ջան մի րոպե արի Սակայն նրանք հավաստիացում լսեցին նախին քահանայից որ մկրտության վկայական կլինի Արարողության ավարտին երբ հարցրինք թե որտեղից է վկայական տալու Տեր Արամն ասաց մի րոպե լսվում է հիմա հա ուրեմն մոտիկ պիտի բայ եկեք լավ ուզում եք սկզբից գնամ խոսենք քան չէ թողնա դա չէ Ձարամը 3 Հովանավանքում քաշքշում էր մեր օպերատորի Իմիջայլոս Ձարամը ժողովուրդ ջան բանն է տարածքի հսկիչն է պահակն է ով երևի իրենց օպերատորի իրենց
իրան լավ չի պահել, էլ քաշքան ասել է դուրս արի, դե երեք տեսակ ոնց էին իրաց պահում։ Այսօր նաև կարգալույց հռչակված Տեր-Արամ քահանայի մյուս աջակիցները աղոթքի էին։ Նախկին քահանան նրանց ներս հրավիրեց համերաշխության ու սիրո աղոթքի ասած։ Ստեփան Ասատրյանը նախկին քահանան վանքից հեռանալ չի պատրաստվում։ Այսօր այստեղ երկու փսակադրության եւ մի մկրտության արարողություն կատարեց։ Այսինքն այն մկրտությունը ինչ որ անում է կարգալույց հռչակված օգտորական հայրաթորի կողմից համարվում է անվավեր։ Ես կանգնած լսում եմ, Տեր Սարգիսը ներկայացնում է այն ինչ որ ներկայացնում է, չնայած կարար ինքը չներկայացնել, որովհետեւ Տեր Ամրամը արդեն ներկայացրել էր։ Այս ընդրությունը ձեր Սրանից հետո ես մտել եմ արդեն Տեր Արամին դեմ գալու։ Որ ասում սենյակից դուրս եկավ, բան նրա ուղեկցությամբ, բա։ Սպանավանքում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Սարգիս քահանան մկրտության եկածներին բացատրում էր քահանան կարգալույց է հռչակվել, սակայն նրանք հավաստիացում լսեցին նախկին քահանայից, որ մկրտության վկայական կլինի։ Արարողության ավարտին Ես այստեղ անկես պիտի ասեմ, այստեղ չեմ լսել նման հարցադրում ու չգիտեմ ինչն ասում կտան, դրա համար ոչ մի բան չեմ ասի, ազատությունն ասում, թե ինչ որ բան խոստացել է Տեր Արամը, այնուամենայնիվ թե ինչի այդպես կտրած 5 րոպեանոց ռեպորտաժի մեջ այդպես վարկյանի կռիվ են տվել, սա ինձ համար կասկածելի է, որպես հեռուստատեսության գործունեությունը ծանոթ մարդ։ Որտեղից է վկայական տալու Տեր Արամն ասաց, իրենք չեն էլ ուզել։ Թե մկրտության ու թե երկու փսակադրությունների արարողությունները, որ Հիմա, կատարեց եթե իրանք ուզել են, այս ռեպորտաժը բոլորն են նայում։ Կարան ասեն, չէ՞, ստում է թե չէ։ Ձենը կլսենք։ քահանան հսկում էին նրա աջակիցները։ Նրանցից մի քանիսը նաև անարգել ելումուտ էին անում ավանդական Ես եմ, մտնում եմ, որ Տեր Սարգիսը վերջացրեց, մտնում եմ Տեր Արամի տանը։ Ոստիկաններ էին ծառայողական կամ քաղաքացիական հագուստով։ Ուրեմն, այստեղ ամենամեծ սուտն է, իմիջիայլոց են Բորիս Մուրազյանին լավ կլիներ Կանչե Եկեսյան, ինձ բլոկելա չկարեցա նշեմ։ Այստեղ ամենամեծ կեղծիքն է, ասում է ծառայողական կամ ծպտված քաղաքացու հագուստով։ Ուրեմն, հեսա մի հատ ձեզ նյութ եմ ցույց տալու, որը տեղադրել է Բորիս Մուրազյանի իր էջում, որով 5-րդ ալիքը արդեն սուտ լուրեր է տարածել ու տեղադրել է իր մոդել, ու մի քանի ալիքներ այդ թվում, ես այդ տղերքին անձամբ եմ ճանաչում, գյուղի տղերքներ։ Հողագործ տղեր, այն մեկը խանութի չէ, գործիներ, խանութի իրան այդտեղ խանութի հետ կապված է, այն մյուսներ գյուղի տղա, հողագործ տղա ախպեջան։ Այդտեղ մի հատ ես հասկանում եմ թե ինչի են այդտեղ կեղծում, բայց դա արդեն Բորիս Մուրազյանին անդրադառնալուց, շարունակենք։ Այս տարածքը սեփականության Հայաստանի ցավակիլական սուր եկեղեցու եւ կառավարության որոշմամբ հաստատված կարգ կա, որի համաձայն ոստիկանությունը պարտավոր է սեփականատիրոջ պահանջով կանխել ներխուժում, այսինքն այդ տարածքից հեռացնել անցանկալի անձին։ Արարողությունների պահին տարածք եկավ Մայրաթորի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյանը։ Հովանավանքի սեփականության փաստաթղթերով Ստեփան Ասատրյանը կարող է զբոսնել այստեղ, բայց մի րոպե էլի։ Մի հատ էլ գանք էլի ստերից։ Այսինչ է։ Նկատմամբ իրավունքները կադաստրի կոմիտե, գոզենք գույքի նկատմամբ իրավունք պետական գազման մասում մատյանում կատարած անշարժ գույքի նկատմամբ իրավունք պետական գազման տվյալներում։ Ահա 2005 թվին, ճիշտ է։ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցի կրոնական կազմակերպություն, անշարժ գույքի գտնվելու մարզարգո համայնքաշտարի գյուղանավան, վանկերին պայմանագրի Ահա, ես հեսա կասեմ 2011 թվից ինչա տեղի ունեցել։ Հովանավանքի սեփականության փաստաթղթերով Ստեփան Ասատրյանը կարող է զբոսնել այստեղ, բայց արարողությունների իրավունք չունի, շեշտեց փաստաբանը։ Ներխուժում է համարվում եկեղեցու խորանում, ատյանում, ավանդատներում, որևէ այլ անձի կողմից գտնվելը, ով հայ-առաքելական սուրբ եկեղեցու ձեռնադրված հոգևորական չէ։ Այսինքն Ստեփան Ասատրյանին չի արգելվում այս տարածքում զբոսնելը, նույնիսկ եկեղեցու մեջ մտնելը, սակայն միայն եկեղեցականների համար նախատեսված վայրերում արգելվում է մուտք գործելը։ Ըստ Արա Զոհրաբյանի Մայրաթորը ոստիկանություն դիմում է ուղարկել։ Կարգալույց քահանայի չհեռանալը որակում են ներխուժում, իսկ Կիրակի նրա պլանավորած պատարագը, որին վարչապետն էլ է մասնակցելու, ծեսի խոչընդոտում։ Այդ ծեսի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործություն։ Եվ որովհետեւ մեկով խոչընդոտի այդ ծեսին, բնականաբար նույնպես ունենա խնդիր օրենքի հետ։ Նա տեսքան բանը վերլուծենք, որովհետև ես ճիշտ է իրավաբան չեմ, բայց ու չեմ պատրաստում Արա Զոհրաբյանի հետ մենամարտի մեջ մտնել, բայց այստեղ կտրիչը Գարեգին Բ-ի ավազանի անունն է հարգելիս, Գարեգին Բ-ն Կտրիչ Ներսիսյանը իր անուն ազգանունն է, ու քանի որ ինքը կաթողիկոս չի, ինքը բնականաբար իր անուն ազգանը Կտրիչ Ներսիսյան։ Եվ ասելով Կտրիչ Ներսիսյան, մեկը ես ասում եմ, որ նա իմ կաթողիկոսը չի եւ ես չունեմ այս բայդրությամբ կաթողիկոս ցավոք սրտի։ Հիմա Արա Զոհրաբյանի խոսույթին անդրադառնանք ամենայն հարգանքով, ասում է, որ նախ այստեղ տեսա մարդիկ, որ զարմացան, որ պատկանում է եկեղեցուն, ասեմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության ինտերնետ մանիպուլյացիա կար, ոչ բոլոր մշակութային բաներն են պատկանում եկեղեցուն, ոչ եկեղեցու տեսքով, հա, որովհետև նրանց ահռելի մասը պատկանում է պետությանը, այլապես հաշ կառաջանալ, բա մեր հարկատուներից հաշվին են եկեղեցի բան անում, նորոգում կամ վերանորոգում, հիմնանորոգում, ՊԳՄՍ նախարարությունում, եթե դա իմ պետությանը չի պատկանում, եկեղեցու բանը պատկանում է Էջմիածին։ Ուրեմն սա մեկ, երկրորդ կոնկրետ այս եկեղեցին վրոձի ասում են, որ պատկանում է եկեղեցուն, իսկ ով է եկեղեցին, ով է Էջմիածինը, ով է կաթողիկոսարանը, տեսեք, այդպես այստեղ է, որ մենք ասում ենք ազգային անվտանգային հարց կա,
Ըստ եթե չեմ սխալվում կանոնադրության, բանա եկեղեցու գույքը միանձնյա տնօրինում է կաթողիկոսը։ Միանձնյա տնօրինում է կաթողիկոսը։ Ու եթե նա ունի ժառանգ, կարող եք ինձ ասել, եթե ինքն է վերցնում է, կտակում է իր ժառանգին։ Կամ արդեն կտակել է, սպասում է մեռնում է։ Բարձվում է կտակել է իր ժառանգին։ Ոնց ենք հետ բերում։ Դու գնա Իվանուշկա։ Давай, սիկտիրդ քաշի։ Ոնց ենք հետ բերում, ինչ իրավական հիմքով, ինչ դատու դատաստանով, ոնց։ Այ հենց այստեղ է խախ տվել ահագին բան, հենց նույն կադաստրում, հենց Քոչարյանի ու Սերժի ժամանակ։ Երկրորդ, դա Հայաստանի առաքելական եկեղեցի կրոնական կազմակերպություն չի։ 2005 թվականին որ գրել է, որովհետև 2011 թվականին մի հատ ուրիշ փաստաթուղթ կա, մի հատ խնդրի դրա օրինականությունը նույնպես ստուգեք, նախաշավիղ, 2011-ին ինքը իր անունը փոխել է։ Ինքը Հայաստանի գործում է Հայաստանի Հանրապետության ներքին սփյուռքի Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցի, այսպես մի հատ անուն է, ու ես հետաքրքիր է Հայաստանի Հանրապետությունում ներքին սփյուռքը ո՞րն է։ Ես կխնդրեմ Արա Զորաբյանը ինչ որ պահից այս սրա մեկնաբանությունը նույնպես հանրությանը տա է, որովհետև մեզ մի կողմից չստացվի Ղարաբաղի պատմությունը, որ մի կողմից ասում էին Ղարաբաղը մերն է, ախպեր արխային մերն է, մեկ էլ պարզվեց սաղ ճանաչել են Ադրբեջանի կազմում, սաղ, իրեքն էլ։ Ու ընդհանրապես բանակցել են ոնց են հետ տալու։ Ու նա չունի հիմա էլ ասենք, բա սենց է, մեկ էլ պարզվել ինքան էլ տենց չի։ Պարոն Արա Զորաբյան։ Հետո պատարակը չի խոչընդոտվելու։ Ով ասում դες որ խոչընդոտվելու է պատարակը։ Նախ ես դες ասեմ, որ հիմի Տեր Սարգիս կլինի, ով կլինի։ Նրանք քահանաները պարտավոր չեն ամեն Կիրակի պատարակ մատուցեն, դա ցանկալիության հարց է, եւ ամեն քահանա տարվա մեջ ընդամենը մի հատ պատարակ մատուցի։ Հա? Եվ ես այստեղ չեմ հասկանում Տեր Սարգիսին ովքեր որ ուղարկել են, ինչ հաշվարկ են արել եւ ում դեմ են ուղարկել։ Ում դեմ դիտավորյալ ասել են, չէ, քանի որ սենց է Կիրակի օրն էլ պատարակը կա, չեն հասկանում հարցի նրբությունը, թե չեն ուզում հասկանան։ Տեր Սարգիսը կարա Կիրակի պատարակ չանի։ Իսկ Տեր Արամը պիտի անի, որովհետև հանրությունը, հոտը, հավատացյալ ժողովուրդը, մեծամասնությունը կամ թեկուզ փոքրամասնությունը հարցեր ունի Կտրիչ Ներսիսյանին։ Օրինակ հարցնում է, ասում է, լսիր, եթե այսքան հարցեր կան, ու մենք ստեղ ժողովուրդը, մեր գյուղի եկեղեցին։ Արա, մենք չենք ուզում, այնչի դու չես գալիս, ասես գիտեք ինչ ժողովուրդ ջան, մի քիչ սենց է, մի քիչ նենց է։ Դու հայրապետ, թե դու ինքդ գիտես որ վստահ չես քո վրա, թե դու ինքդ գիտես թե դու ով ես ժողովրդի մեջ, այ հորդ։ Քիչ ես գալիս, օրինակ ես լինեմ կաթողիկոս, մի հատ տեղ խնդիր լինի, որը ոնց որ հելեն դեմները չեն կարող դուք, կգնամ անձամբ գիտեմ, ասեմ մեկ միրապես չէ։ Կգնամ կփորձեմ ասել, բացատրել, ինքս լսել։ Կամ կներեք, Տեր Արամին ով ինչու են կարգալույց արել, ինչու։ Մենք բան լուսաբանենք տեսնենք, վերջը հասկանենք ինչ եք այդ մարդում կարգալույց արել, ինչ է գրած այդ թղթի մեջ։ Ինչ է գրած։ Դուք տեսնում եք հանրային լայն հնչեղություն կա այս հարցում։ Թքած ունեք ժողովրդի վրա, այս սրիկաներ դարի մի ասա։ Թքած ունեք Կտրիչ Ներսիսյաններ։ Դուք չեք պատկասում ազգովս խորոպած ունի ձեր վրա։ Դե որը տենց է։ Այս հանրային լայն հնչեղությունը հենց ձեր տանցին էլ չի, հա։ Բայց դուք որ երկրի որ ժողովրդի կաթողիկոս եք ձեզ հրճակել, կարող եք իմանալ։ Դու պարտավոր ես ինքդ գալ այստեղ։ Ինքդ։ Ընդ որում ես չգիտեմ, քեզ կտուն են, չեն ընդունի, չգիտեմ։ Բայց եթե դու քեզ ընդունում ես, ինքդ պիտի հելնես ու գաս։ Առավել ևս որ թեմի առաջնորդը բանում է, կալանքի տակ է։ Ու դուք էլ այդ հարցը չեք քննարկել ոնց որ դե։ Բայց այդ Տեր Արամինը վրազեցիք առաջ են գաք, հա։ Ինչ էր արել։ Ինչ էր արել։ Ասել էր թե դուք ինչ քակեր եք ուտում։ Դուք կներեք էլի։ Այսինքն, այն որ դուք քակ եք ուտում էդի հետ, բայց որ Տեր Արամը դրա մասին ասում է, այ նա հուդան է։ Այն որ դուք եկեղեցուն քակ եք ուտում, դա հուդայությունը չի։ Բայց նա հուդայությունն է։ Էս ինչ լոգիկան է։ Էս ինչ պսևդո ես ինչ, էսով եք դուք։ Էս ինչ է։ Վերբոք եղած Տեր Եզրասի մասով։ Իմիջայլոց, այդ հարցը որ եղա, ինչի մեկը չի պատասխանում։ Հələ մեկը պատասխանեք, մեկը հələ փորձեք գաստակ այդ թեման։ Այդ որում ես գիտեմ մոտավորապես դա ոնց է տեղի ունեցել, կամ գոնե ընթացքը գիտեմ։ Ես ամենակարողը դա չի սկիզբը դեռ։ Եվ ամեն ինչ գալիս է դեռ հեռավոր 2000-ականներից։ Երբ Պուտինի հրահանգով եկան ու հավատացյալ ժողովրդին պարզապես փռեցին ասֆալտներին այնտեղ ու Եզրասին զորով մցրեցին ներս։ Պուտինի ուժային կառույցները։ Ու Եզրասի սիրտը երևի փառավորվեց հենց այդտեղ։ Իսկ դրա դիմաց Եզրասը ինչ պիտի աներ։
Ինչի էին ռուս ղեկավարությունը այդքան շատ ցանկանում որ եզրասը լինի այնտեղ թեմի առաջնորդը։ Դրա համար որ իրենց աշխատողն է, հա, ու սրանց նմանները նստել որոշել են ով, հա, ում են կարգալուծում, ոչ մեկ հարբեցողը մամատա բջիջ ծնունդ սիկտիր է ստուծել է։ Հարբեցողը մամատա։ Մամմայից շիրիմին ինչերի մի ով գնում արախի շիշա դնում։ Հասկացաք բջիջ սերունդ։ Ինչքան չենք ուզում հետո կոպիտ խոսան կարա, այնքան տարի անցնում եք արդեն։ Համբալներ։ Այս բազարը, այս ամեն ինչ իրար վիրավորելու մասին չի, բայց դուք ամեն ինչ անում եք որ դա տեղի ունենա, արա։ Ես իմ կարծիքն եմ ասում, այ անասունի տեսակ, հələ կներեք, ժողովուրդը մտել է սրա, կարճ այս տեսակի համար շեղել։ Ես ունեմ իմ կարծիք ասելու իրավունք, բջիջ ծնունդ։ Չես ուզում, ես էլի ստիկիր եղի, ով է զորով դրել, կապել են քեզ դրել են դեմ, մտարա։ Տնեցիք քեզ կապել են պարրավոյն, հեռախոսը կապել են աշխիտ, ասում բդի նայես, արա։ Հա? Քեզ վիրավորում ես, դու ով ես, որ ինձ վիրավորում ես։ Եզի ծնունդ, դու ով ես, թուրք ղախպի քած, դու ով ես, որ ինձ վիրավորում ես։ Թեքեմ հորդ քափին, դու ով ես, որ ինձ վիրավորում ես, արա։ Բջիջ լակոտներ, արա։ Բջիջ թուլեք, արա։ Ով է որոշել, որ դուք կարաք կարծիք ունենաք, ես չարա, դուք ով եք արա։ Դուք եք որ կարծիք եք հայտում, մտնում եմ ձեզ քրֆում եմ ես արա։ Ձեզանից մեկին զրոյից դեմից մտած քրֆած կամ ես արա։ Ձեր կարծիքի համար։ Դու այդ եք արա, այդ կտրիչի թուլեկն եք դուք, այ ոնց ձեր սրպա պիղծնա, այդ ես պիղծել ձեր նմանների բանակ ունի, հասկացաք արա, տպվարներ, թեպքեր են դիպ մեծացել եք, այ խոտ էր արա։ Լրբի ծնունդներին նայելը։ Элья Гаспарьян у нас появился. Ոնց է ռուսերեն, հələ մատին զուղի ռուսերենում։ Բջիջ ծնունդներ։ Դու արա, դու մեկը դու քաղաքացի դու, արա ես այս կան ժամանակի իշխան Սաղաթելյանին չեմ մտել, քրֆել արա։ Իր այջում, կամ վիրավորել, դու ով ես ինձ վիրավորում ես արա։ Բանեն ասել, հելել ասել եմ ես էլ իմը, քննադատել եմ, սուր քննադատել եմ։ Այնպես բանեն ասել, որ վերաբերել եմ, հելել եմ ես էլ իրանցը։ Դու ես մտել, այս զոմբի, այ որ ասում եք հիվանդ, այդպես հիվանդ չի լինում, արա, արա ձեզնից հիվանդ, մի բջիջ անասուն, չգիտեմ, ամիո բաներ մենակ դուք եք արա։ Հասկացաք, մի բջիջ ամիո բաներ եք դուք։ Սաղի զոմբի ասելով կասում, զոմբին իրանք են արա։ Լրբի բաստակ։ Կներեք ժողովուրդ ջան, առաջացեք։ Ուսա վերաբերում է բոլոր նրանց ովքեր այստեղ մի հատ չէ մխի պետք է բլո թողերևան անուն ազգաններն էլ երևա կտրիչի ձվերի տակի մանդաբուշկեկի թողերևա ովքեր են իրանց արևին դուրս եկել բան եկեղեցի պաշտպանելու թողերևան այդ թողերևան իրանց եկեղեցին սատանեկի բունն է իրանց աղոթքը քֆուրն ու անեծքն է այս սրանք են եկել այս սրանք են այս սրանցից է ազատագրել պետք եկեղեցին Համբալ լրբի լակոտներին նայ լարա կյանքներում մտարա ոչ մարդկության մեջ պիտան եղել ոչ բնությանը դու թամը թակել չեք լեցեք մեծ ծառի տակ գոնե պարարտանուտ դառնարա Մի խոսքով վերադարձանք կներեք ժողովուրդ ջան Սա հիմա այդ կտրիչներս է որոշել է որ մեկին կարա կարկալույց անի ինչ որ մեկին կարա չանի Դու չես կարող երբեք մինչև այսօր ժողովուրդ ջան ինձ հիշացրեք Երբ կաթողիկոսանը այդ նույն թղթերով Արա Զորաբյան այդ նույն թղթերով նույն կանոնադրություններով եկեղեցին ունի պարտավորություններ հաշվետվություններ ներկայացնի ունի պարտավորություններ հավուր պատշաճի քրիստոնեական ծեսեր իրականացնի ունի պարտավորություններ ազգի ժողովրդի բարեհոգեբանական բանը բարձր պահի ունի պարտավորություններ Կտրիչ Ներսիսյանը ունի պարտավորություն մնա կուսակրոն կույս բառից է դա կույս ցելկա Տաները ժողովուրդը չգիտեմ, կարող չենք հասկանում կուսակրոնը որն արա։ Չպետք է այդ նույն թղթերով չպետք է ունենա ճիժուպիժ։ Հասկանում եք։ Չպետք է ունենա։ Այդ նույն թղթերով։ Ու քանի որ դա այդպես չի, ուրեմն այդ թղթերը կորցնում են իրանց արժեքը։ Որովհետև դա ընտրովի է դառնում։ Ու քեզ ղրգել են, որ դու ինձ այդ ընտրությունը իրավականորեն ինչ-որ կերպ ձևակերպես։ Եկեղեցին ես եմ։ Եկեղեցին մյուսնա, հասկացանք իրար։ Շարունակենք դիտելը։ Ստիկանների հետ բանակցությունը որևէ արդյունք չտվեց կարգալույց քահանան շարունակում էր պսակել զույգերին։ Զուտ արձանագրում ենք խախտման փաստը, որովհետև ինչպես տեսնում ենք, այստեղ կան բազմաթիվ ոստիկաններ, կան նաև ցկտված ոստիկաններ, որոնք քաղաքացիական հագուստով։ Այստեղ խափում ես Արա Զորաբյան, դու էլ գիտես, որ խափում ես, ես էլ գիտեմ, որ դու խափում ես։ Մի հատ, այ հենց այդքանի մեջ, այդքան մարդիկ կային։ Մեծ ցույց տայր։ Ասել կան ցկտված բաներ, ոստիկաններ, ես կարող եմ ցույց տալ։ Ումից ես վախեցել։ Ումից ես վախեցել։ Վախ, ինչ որ մեկը քեզ վախացրել է, հա։ Ո՞վ է քեզ վախացրել։ Ցույց տայր, ասել ես ոստիկան, հա։
Դες տված ոստիկան ախպեջան ես մարդը։ Ինչ աջակից։ Ցույց տա որ կարող է դու սխալվում ես, այդ մարդը իր իրավունքը պաշտպան։ Դե չէ՞ sense օդի մեջ ասել անցնելով, հա։ Չի լինում տենց։ Դու կանգնած ես մի վայրում, որտեղ ասես տեղ կան ծպտված, ասում ես այդքան բանը։ Ոստիկաններ։ Հասկանում ես։ Կանգնել ես այդքան մեջ, ու դա ասում ես։ Ասա մի անգամից դա լացած ես մարդնա։ Քեզ խափում։ Քեզ դիտավորյալ, ես գիտեմ խի եք խափում։ Որպեսզի ձեր ձախողումը ինչ որ կերպ կարողանաք արդարացնել։ Այս դրա համար եք դուք խափում։ Դուք ուզում եք ձեր շատ քիչ աջակիցների ցույց տալ, թե մի հատ բարդ process-ների մեջ եք, դրա համար չի ստացվում։ Ոչ։ Բարդ process-ը միակ կայանում են ոչ թե քո ասած Օրինովի ոստիկանները ծպյան, այլ ես դեր արարը, ով կայլ է արել։ Ես չեմ կա, ես սենց եկեղեցում ծառայել, ես իմ իմացած եկեղեցին սենսն է։ Ու իր ասած սենսի հետ հանրությունը հաշտ է։ Հասկանում եք, ձեր խնդիրը այդտեղ է։ Որ չեք կարող տաղում կոդրեք, ու չեք կարա։ Չեք կարա։ Նա արդեն հաղթահարել է իր մեջ ամենակարևորը։ Ես խորհուրդ եմ տալիս, որպես կյանք տեսած մարդ, ամեն ինչի միջով անցած մարդ, ես խորհուրդ եմ տալիս։ Դա հստակ գիտակցեք ձեր բոլոր հետագա քայլերով։ Երբ մարդը պիկը, այն իր վախերի պիկը, իր մտորումների պիկը, իր այն ամեն ինչ կորցնելու պիկ, վախի պիկը, իրան կարելի է այս ամեն ինչի վրա, երբ որ քայլը անցնում է, այլ այդ մարդու հետ գործ չունեք, այն մեթոդները, որոնք կարեն միջև այդ ազդեն, դրանից հետո չեն ազդի։ Այսօր է խմացած գնել ջան, Սրբուի Մելիքյան, Մելիքջանյան։ Սրբուի ջան, ես չգիտեմ դուք որտեղից եք, քանի որ ջանով ես ասում, ջանով պատասխանում։ Քանի որ չգիտեմ դուք որտեղից եք վերցել, որ ես տենց ինչ-որ խմելու հետ հակում ունեմ։ Մեծ առասարակ գիտեք ոնց է։ Մի քիչ պոռնկաբարո երևույթ է, մի քիչ շատ չէ։ Շատ է, երբ որ պնդում են։ Բայց ձեր բարական մի քիչ պոռնկաբարո երևույթ է, ստեղից ընդեղից լսածը, բերել գցել հրապարակային դաշտ, անես բան, որի տակից ոչ մի ձև չեք կարող դուրս գաք։ Դա մի քիչ պոռնկության նման բան է, շարանելու բան է, էլի, հասկանում եք այս իմաստով։ Հասկացանք իրար։ Ես չգիտեմ, դու խմած, խմող, ջուր խմում, սառը ջուր, խմեք, հյուրասիրեմ։ Իմիջայլոց, հյութի շիշ եմ ունեցել, որ մեջը ջուր եմ հավաքել սառացրի։ Այսօր փախակ ստերից։ Ես առասարակ խմում եմ, առասարակ, գարի ջուր, ունեք։ Եթե ունեք, խնդրեմ վաղը երեկոյան բերեք հովանավանք, իսկապես երեկոյան կողմ հոգնած եմ լինում ու սիրտս քաշում եմ մի բաժակ ծառը գարի ջուր, չնայած հիմա չեմ խմել ցավոք սրտի։ Հիմա եթե վերջացնեմ կարող եմ մի ծառը գարի ջուր խմեմ ու կնեմ, որպեսզի որոշ պոռնկա բարոների երեսից մի արտերես մի քիչ հանգստանալ ես քնեմ։ Հասկացանք իրար, ցտեսություն։ Կամ կարող եք մնալ մինչև լսել։ Շարունակենք։ Արա Զորաբյան։ Նկարի օղակի մեջ եք առել մեկի, լավ, դա պայմանավորվել էինք Բորիս Մուրազի իմացով, բայց Արա Զորաբյան դու կլսես այդ հատվածը։ Քեզ կծանոթացնեմ քո իմացած ծպտյալները։ Իմիջայլոց, սա գիտեք ինչից է գալիս։ Այս ռեպորտաժի մեջ Տեր Սարգիսը մի հատ այն սիրուն մուտիլով կայանում։ Նայեք։ Եվ նաև հանդես են գալիս իբրև հետաքրքրասեր քաղաքացի կամ համայնքի անդամ։ Բնականաբար մեր խնդիրը կոնֆլիկտ հրահրել չէ, մեր խնդիրը խաղաղ ճանապարհով սալուցելն է։ Այսօր հայտարարություն է տարածել նաև Մայրաթորը, այստեղ շեշտել են նախկին հոգևորականը իր քայլերով խոչընդոտում է այստեղ ծառայող քահանաների աշխատանքը, ֆղծում սրբավայրը։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովանավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պառակտելու հերթական փորձ է հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։ Էջմիածին իրավապահներին հորդորում է մեջբերում կանխել ապօրինություններն ու ապահովել Հովանավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը։ Հիմա սա մի հատ հարց կա։ Ապօրինի բառի հետ կամ օրինական բառի հետ։ Ես այսօր ցերեկն եմ դա տվել։ Եւ հատկապես Տեր Եսայիին եմ տվել։ Ասացեք խնդրեմ, ի՞նչն եք համարում օրինական, ովքեր պետք է ենթարկվեն օրենքին, ի՞նչն եք համարում ապօրինի, ովքեր կարող են օգտվել ապօրինություններից։ Այս հասարակ հարց։ Որպեսզի մենք ես խեմ ես հարցերը տալիս, ես գիտեմ ես հարցերի պատասխանները, բայց քանի որ ես հակված եմ որ կառուցողական մթնոլորտում անցնի մեր խոսակցությունները, հետագա գործողությունները նույնպես, ապա ցանկանում եմ, որպեսզի այդ կառուցողականության մեջ ընտրենք ընդհանուր պատկերացումների լեզուն։ Իմ տեսակետը ձեզ հայտնի է, խնդրեմ ձեր տեսակետը այդ բանով։ Որ օրենքներով, ըստ որ օրենքների, եկեղեցու ճիշտ է։ Եկեղեցու օրենքներով պետք է այն անձը, ով ձեր ձեռը տվել է այդ պատկին ճանապարհել այստեղ, լիներ կուսակրոն։ Չպիտի սեքս արած լիներ, ոնց ասեմ։ Կնիկ երեխա ունենալ էլ չասեց։ Հիմա լսենք հեսա Տեր Սարգիսին, հա։ Եվ սրբավայրի հոգևոր աղոթական մթնոլորտը։ Այստեղ ծառայող Տեր Սարգիս քահանան, որին երեք շրջապատել էին Կարգալից քահանան ու նրա աջակիցները, այսօր ասաց, որ իրեն հորդորում էին հոգևոր ծեսեր չանել։ Ինձ հորդորեցին, ասացին, որ այլևս չեն ուզում այստեղ իմ ծառայությունը տեսնել, ես էլ պատասխանել եմ, որ իմ ծառայությունը այստեղ նշանակված է թեմակալ առաջնորդի կողմից։ Սարգիս ջան, այսօր արանք գալիս գնում էր։
ապեր դու չէիր տեսնում իմիջիայլոց այստեղ ներկաների 90%-ը եղել են գյուղի բնակիչները։ Դու չէիր տեսնում կամ մինչև հիմա իսկապես չգիտես, որ Տեր Արամին են ուզում տեսնել։ Այդ պատարակում համար ես մատուցում։ Ում համար որ մատուցում ես, այդ մարդիկ են քեզ ասել, ախպեր չենք ուզում դու մատուցես։ Ինչ պիտի անեն։ Ուրիշ ոնց ասեն, որ ըմբռնելի լինի։ Իսկ դու, երբ որ քեզ նշանակում էին, դու ասել ես հարգելի մեծարգոներ, այդ մարդիկ չեն ուզում ինձ տեսնել։ Եթե ասել ես, ու իրանք միևնույնն ասել են, խնդրում եմ վաղը ես այդտեղ եմ լինելու, գիտես, վաղը ես տեղեկացրու դրա մասին, լավ։ Եթե չես ասել, ուրեմն այստեղ ոնց որ լավ, անուն չդնեմ ինչ որ դրա գալիս, որովհետև կարծում եմ մենք դեռ կզրուցենք ու կըմբռնենք իրար, լավ։ Շարունակենք։ Կաթողիկոսի չի կարող կարգալուծել։ Կաթողիկոսը չի կարող Այն ասադերանջի դու։ նկարները ունեմ, ապրելու տեղ ունեմ։ Դե կտնաս։ Երեք երկարակացոտ մի թեմի հոգևորականները եկել էին կարգալույց հոգևորականին ծանուցելու, որ հեռանավանքից հանձնի Գիտեք ովքեր էին եկել երեք։ Նրանք ովքեր որ աշխատել են մեկի ենթակայության տակ, ում տնից ապօրինի ինչ ասես հանեցին ոսկի, արծաթ, փողեր, չգիտեմ ինչեր։ Ու իմի կալանավորված է, ինչ որ հարցեր կա։ Այդ դրա ենթակաները շատ վախենալու, երևի իրենց Աստվածը նա է, շատ վախենալով իրենց այդ Աստծուց եկել են հրահանգ կատարելու երեք։ Շարունակենք բայց։ բանալիները նախին քահանան նրանց ճանապարհեց գնացեք ստեղից բարերով, աջակիցները դավայ ստեղից բարերով։ Այսօր էլ հերթական պսակադրությունից առաջ կարգալույց քահանան հասկացրեց Մայրաթորի ներկայացրած իրավական պահանջին նույնպես ենթարկվել չի պատրաստվում։ Չեմ կարող պատասխանել։ Չունեմ այդ հարցերի պատասխանները։ Թող դիմեն ժողովրդին, ժողովուրդը կտա այդ հարցերի պատասխանը։ Ըստ եկեղեցական կարգի պիտի պատարակը մատուցեմ ես։ Իսկ մինչև Կիրակի կտեսնենք ինչ կլինի։ Հովանա Դե սրա մասին արդեն ասեցի, Սարգիս ջան, որ դու կարող ես Կիրակյանը պատարակ չմատուցել։ Տարի մի անգամ մատուցես, այս մարդիկ այսպես գող կլինեն քեզանից։ Վանքի քահանա Տեր Սարգիսը Կիրակնորյա պատարակի մասին է խոսում։ Որոշված է, որ ինքը կպատարակի, բայց այսօր ծանուցում է ստացել քննչական կոմիտեից։ Հենց Կիրակի նրան հարցաքննության են կանչել։ Լսեցիք վերջում ինչ ասեց։ Ասում է, նրանք Կիրակի կանչել են բանի հարցաքննության։ Ուրեմն այստեղ մի հատ բայց կա։ Ոնց որ սա այստեղ ազատությունը մի քիչ բերեբար չի տարեց, որովհետև այ հենց այս նույն ռեպորտաժի մեջ, երբ որ Արա Զորաբյանը խոսում էր, ես կանգնած լսում էի այս կողմի վրա, որ Արա Զորաբյանը, ում խոսքից հատված եք գտել, ասում է, որ ենթադրում են, որ հենց Կիրակի էլ կկանչեն, բայց դեռ թղթերին ծանոթ չեն, չգիտեն երբ կկանչեն։ Ենթադրում են։ Ինչ եք խափում։ Ինչ եք ուղիղ խափում։ Խի։ Ես իմ ականջով լսել եմ ու թող այս ռեպորտաժը սարքողները ամբողջ հարցազրույցը դնեն։ Թող դնեն, պատասխանատու ձևով ասում, խափում եք։ Հստակ կարող ենք տեսնել մոնտաժարածա թե չէ, եթե ինչ-որ կիսատ բան տեղադրեք։ Դուք խափում եք։ Արա Զորաբյանը չէ, ասաց, որ իրենք ունեն կարծիք, որ հենց Կիրակի կկանչեն։ Դե դա հասկանում ենք ինչի համար է տենց ասվում։ Սա էսպես։ Հիմա ես ուզում եմ գալ կարևոր պատմության։ Չէ, նա այն մեր բանին կարճ Բորիս Մուրազին անդրադառնանք, տես Բորիս Մուրազի։ 5-րդ տալիքը ու էլիս են տենց բաներ, կանալներ, անպատասխանատու, ովքեր օրը 80 անգամ մարդկանց խափում են։ Տեղադրել էին ինչ-որ բան, դու էլ քո էջում բան ես տեղադրել, հիմա ասես ցույց տամ ժողովուրդ ջան, խոսքս սրա մասին է։ Իր էջում կա, կարող եք մտնել ընթերցել, իսկ ես սենց անեմ ու ընթերցեմ ձեզ համար։ Երեկվա իմ փնտրտուքը արդեն տվել է իր արդյունքը։ Երեք Հովանավանքում քաղաքացիներին սադրող քաղաքացիական անձինք։ Մենք գիտենք, որ լրագրողներն են եղել։ Ինչպես եւ սպասելի էր, ոստիկանության աշխատակիցներ են։ Կարմիր օղակի մեջ վերցվածի մասին միայն գիտեմ, որ նրա հայրը ոստիկան է։ Ինքն էլ կարծես ոստիկանությունում է աշխատում, բայց գյուղում չի ապրում։ Մանրամասներ դեռ կստանամ։ Սև օղակի մեջ վերցած է Հակոբ Հակոբյանն է Օղանավանից։ Նա ըստ որոշ տեղեկությունների ոստիկանության կադրերի բաժնում է աշխատում։ Նա նախկիների ժամանակից համակարգում աշխատող ոստիկանության գնդապետ Գուրգեն Աբրահամյանի փեսան է։ Հակոբ Հակոբյանի կինը եւս ոստիկանության աշխատակից է։ Կնոջ վերաբերյալ տեղեկությունները դիտմամբ չեն հրապարակում, քանի որ մենք չենք կարող կնոջը թիրախավորել։ Հարց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, ինչու են ձեր աշխատակիցները քաղաքացիական հագուստով եւ ինչու են նրանք արհեստականորեն լարում իրավիճակը։ Բորիս Մուրազի։ Ես քեզ սիրով ես երաշխավորում եմ հրապարակային ձևով, որ որևիցե մեկը քեզ տտու բառ չի ասի, որևիցե միատիկ մած քո գլխից չի շարժի, բացարձակ ոչ մի բան։ Հրապարակային ձևով երաշխավորում եմ։ Միասին գնում ենք վաղը, կարող ենք միասին չգնալ, դու կարող ես օրվա ընթացքում, մոտենալ։ Ես այնտեղ եմ լինելու առավոտը 8-ից
Այնտեղ եմ լինելու։ Դες ժամներ եմ ասում, թող գլխան սաղ իմանան, էլի։ Մինչև իրիկուն, մինչև Տերարամը ասի լավ տղեր, քելանք քնելու։ Ուշ արդեն, գնացինք տներով։ Ոնց որ այսօր։ Ես երթվում եմ քո այդ ոչինչ չի պատահի։ Դու գալիս ես։ Ես քեզ Հակոբ Հակոբյանին ցույց եմ տալիս, ես ճանաչում եմ Հակոբին Հակոբյան։ Ցույց եմ տալիս, ասում ես ակո ասած Հակոբ Հակոբյանը, ճիշտ է։ Դու բնականաբար ասել ես հա։ Բնականաբար ասել ես, որովհետև Հակոբին եմ ցույց տալու։ Ես ճանաչում եմ ես մարդուն։ Ու տեղում ես եթերը միացնում եմ։ Դու ասում ես, որ դու ոստիկան ես։ Հակոբն էլ պատասխանում է քեզ, ոստիկանը թե չէ։ Համաձայն ես։ Այսքան հնդարտուկի կարիք չկա, տես ընկել ես քո ասելով լավ ամբողջ օրը 3 հնդարտուկների մեջ ես եղել։ Ես քեզ տանում եմ Հակոբի մոտ։ Ասում եմ, ասա ախպեր ջան։ Մարդիկ էլ տեսնում են։ Մարդիկ տեսնում են, որ Արմեն գնել դրսի շների հարցը ոնց է։ Ախպեր ես կարամ դրա մասին իմ կարծիքը ասել, բայց հիմա դու թեման հասկանում ես ինչա։ Կանգնել եմ մեր ներսի շների հարցը լուծենք, դրսին կանդրադառնանք ընկեր։ Ուրեմն գնում ենք Հակոբը կանգնած է լինելու ընդեր։ Ասես հա, ինքը ոստիկան է։ Ես ասում եմ, Հակոբ, դու ոստիկան ես։ Հակոբին ինչ պատասխանում է, բոլորը տեսնում են, ուղիղ եթերով։ Լինում է։ Սա մեկ, երկրորդ։ Այնտեղ կլինի նրա կինը, վստահաբար։ Այսօր 2 անգամ այդ խանութում խնդրել եմ այդ տիկնոջը, որ հեռախոսս դնեմ զարյատկի։ Ինքը խանութում էր աշխատում։ Եթե Հակոբը թույլ կտա, եթերով էդ էլ ցույց կտանք, եթե թույլ չի տա, բոլորը կլսեն խոսակցությունը, դու կհարցնես տիկնոջը։ Ասա դու ոստիկանացում եք աշխատում, ինքը կպատասխանի։ Լավ։ Մյուս տղային չեմ ճանաչում, եթե անկեսել ենք այսօր չեմ տեսել, որովհետև այսօր շատ էին նաև մարդիկ, ովքեր գյուղից չեն։ Աները այո, ոստիկան եղել, աշխատել է։ Հասկանում եմ։ Հիմա հարց։ Հա, մեկ էլ մի հատ էլ կար, հələ Բորիս դու սպասի, մի հատ էլ աշխոբս ընկավ, մեր Դավիթին էին բան արել, օղակի մեջ դրել։ Ինքն էլ է ծպյակ ոստիկան։ Դավիթն էլ գյուղի մեր ընկերն է։ Իր հայրը ուսուցիչ է, ու բոլորն են ճանաչում ու հարգում իր հորը։ Այդ մարդն էլ աշխատող տղա, իր գործին, որ ձեռը բռնեք բարևելուց կհասկանաք, որ այդ մարդը առավոտի ծիրիկուն հողուջրի հետ է գործանում, ոնց ասեմ, հասկանում եք։ Անձամբ եմ ճանաչում։ Դավոյին էլ լավ կխնդրենք, կասենք Դավիթին էլ բան արեք, հարցրեք։ Դավոյի հետ կզրուցենք։ Ուզես գալիս ես Բորիս ջան։ Ամեն ինչ իմ ու քո պատկերացումները, իրար հանդեպ տհաճությունը բան դնում ենք մի կողմ։ Ինչ որ ստեղ ասեցի, տառացիորեն տերեն։ Եթե տես չինում, ես դու պատկերացնում չեմ, ոնց սաղ աշխարհով խայտարակ լինում։ Всё։ Հիմա քեզ էլ թողնենք Բորիս ջան։ Դու էլ գնա, մտածի ես առաջարկի շուրջ։ Հիմա ես Անթերցեմ մի նյութ։ Սա հետաքրքիր նյութ է ու երկուշաբթի օրը կարծում եմ նույնպես կընթերցեմ հաղորդման ժամանակ։ Հարութ Յոնյան։ Այսպես։ Կարգալուց եղած քահանայի գրառում եմ կարդում։ Հա, իմիջիայլոց սրանք իրաց մեջ գիտեք ինչ է եղել։ Գրել են, որ ասում են, sense մուտիլով եք տարածում իրաց էլեկտորատի մեջ, որ իբր կարգալույց եղածներն են միայն խոսում, որովհետև աբիժնիկ են։ Ոչ կարգալույց եղածներն են խոսում, որովհետև անելիք չուն, ասելիք կորցնելիք չունեն, իսկ կարգալույց եղածներն էլ երբ որ խոսում են, կարգալույց եք անում խոսելու համար, չէ՞, խոսեց մարդը։ Կարգալույց չարիք։ Էլ հուդա բան թիրախավորեցիք։ Հիմա առաջ գնանք։ Ինչ ասում։ 2000-ական թվականներին, երբ հայրապետական տնօրինությամբ մի շարք հոգևորականներով կարգալույց հրճակվեցինք, ես այդ պատմությունը շատ լավ գիտեմ, եթե չեմ սխալվում, սա Տիրան Սրբազանին հենց հեռացնելու եւ Պետրիչ Ներսիսյանին այդտեղ կարգելու մասին էր, FSB վերբովքի տրյուկներն էր, էլի զավթեցին եկեղեցին, հասկանալ։ Ու այն հոգևորականները, քահանաները եւ այլն կամ աբերանները, ովքեր որ կանգնած մնացին Տիրան Սրբազանի կողքին, նրանք արժանացան վատ ճակատագրի, իմիջիայլոց ես որքան տեղյակ եմ, մինչև հիմա Տիրան Սրբազանը շատ ծանր տանում էր փաստը, բայց տղերքն էլ ասում են, որ ցավոտ տանում դու ծանր մի տարի մեր որոշումն եղել մենք գիտակցաբար ենք այդ քայլին գնացել, ուրիշ ձեր չել կարան լիներ։ Բայց դա առանձին պատմություն է, շատ չմանանանք դետալների, մեզ մանավանդ որ ինքը Տիրան Սրբազանը այնքան էլ չի սիրում կամ չի ուզում, որ դա հիշեցվի, խոսացվի, դա հիմա մեզ մարդա տենց ա ուզում։ Կարդանք 2000-ական թվականներին, երբ հայրապետական տնօրինությամբ մի շարք հոգևորականով կարգալույց հրճակվեցինք մեկ մարդու կմահաճ կամքով ու ստորագրությամբ, այսինքն առանց որևէ կարգապահական հանձնախմբի քննության եւ ծանոթման, Արա Զորաբյան օրենք է խախտվել։ Այդ օրերին Անտիլիասից մի հետաքրքիր պատգամ ուղարկվեց մեզնից մի քանիսին՝ ի հակադրություն Մայրաթորի գահակալ Գարեգին Կտրիչ Ներսիսյանի հակականոնական եւ ապազգային կեցվածքի։
Քանի որ կարգալույց հռչակված մեր լավագույն տղաներից մեկը հանդիպել էր Արամ կաթողիկոսին եւ անձամբ ներկայացրել ներկայիս տխրահռչակ սանձարձակությունները, մեծի տանն Կիլիկիո գահակալը ուշադիր լսելով նրան, հետեւյալ կառուցողական առաջարկներ արել, որը փոխանցեց այդ ժամանակ նաեւ ինձ, տարբեր անտիլիասական եպիսկոպոսների եւ դաշնակցական գործիչների կողմից։ Եթե ցանկանաք, կարող եք գալ Բեյրութ կամ Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող յուրաքանչյուր եկեղեցի, մասնավոր պատարակ մատուցելու կամ ձեր բարեկամների ու ընկերների պարագայում սուրբ խորհուրդներ կատարելու համար։ Ասեմ, որ ես ինքս հետո շնորհակալություն եմ հայտնել Արամ ավեհապարին, բայց երբեք չեմ օգտվել այդ հրավերից։ Գիտեմ, սակայն մի քանի հոգևորական, ով այդ տարիներին գնացել ու պարբերաբար իրականացրել են իրենց քահանայական առաքելությունը, քանի որ քահանան պետք է տարեկան գոնե 1 անգամ պատարակի։ Տարեկան 1 անգամ գոնե։ Всё։ Եմ որ նոր Սարգիսը ասում էր ես պիտի անեմ, ու որ ասում եք դուք դիտավորյալ եք անում որպեսզի բանան եք, այս նկատի ունենք նաև։ Ուրեմն այսքանը կարծում եմ լավ է այսօրվա չիմացողներին կամ իրենց չիմացողի տեղ դնողներին, չկներեք։ Ասեմ, ասեմ, որ ինքս հետո շնորհակալություն եմ հայտնել Արամ ավեհապարին, բայց երբեք չեմ օգտվել այդ հրավերից։ Գիտեմ, սակայն մի քանի հոգևորական, ով այդ տարիներին գնացել ու պարբերաբար իրականացրել են իրենց քահանայական առաքելությունը, քանի որ քահանան պետք է տարեկան գոնե 1 անգամ պատարակային։ Այսքանը կարծում եմ բավ է այսօրվա չիմացողներին կամ իրենց չիմացողի տեղ դնողներին կարգալուծության անբավերությունը հասկանալու համար։ Իսկ այդ երկար մորուքով բայց անգրագետ եւ կոնֆորմիստ մարդուն իբրև սրբակենցաղ վանական ներկայացնել ու խայտարակ ձևով առաջ բրթելը, որ գա ու Գարեգին Կտրիչի եւ Արշակ Սամոյի փոխարեն կռիվ տա, պարզապես բարոյական չէ։ Ինչպես կասեր բարոն Մյունխհաուզեն ֆիլմի հերոսը, խելացի թվացող դեմքը դեռևս խելքի նշան չէ։ Ուստի ալեհեր մորուկը եւ հիպնոզացնել փորձող ձայնի ելևեժները դեռևս աստվածային իմաստությունը չեն։ Նշեմ նաև, որ Տեր Արամի ու նրա ձեռքով պսակել ցանկացողների հետ այս հանդիպումը հրահրելու ընթացքում կամ միաժամանակ լրագրողներով խեղդամա անելը լրիվ հակասում է ավետարանական սիրով օգուն ու բնավ չեն վայելում ոչ 1725-ամյա եկեղեցու ճգնավոր վանահորը, ոչ էլ այդ եկեղեցու հովվապետին կամ դիվանապետին։ Բոլոր ողջամիտ մարդիկ իմիջիայլոց հիշեցնեմ, որ Կտրիչ Ներսիսյանը հետո օրհնել էր այդ լրագրողներին, հա, կին կանանց։ Բոլոր ողջամիտ մարդիկ, այսինքն ընդունել էր այդ գործը լավ, ոչ լավ է կարել։ Ովքեր տեսնելով տեսնում են այս խայտարակությունն ու տեղյակ են, որ Կտրիչ Ներսիսյանը եւ Սամվել Խաչատրյանը իրենք են խախտել եկեղեցական բոլոր ուխտերը, գիտեն նաեւ, որ ներկայիս ամենայն հայոց Գարեգին բն եւ նրա սիրելի արշակն են իրականում կարգաթողները։ Այդ իսկ պատճառով իսկական հավատացյալները այդ գեղեցիկ գյուղի բնակիչներն են ու իրենց աջակցող խելացի մարդիկ, որոնք շարունակում են ճանաչել Տեր Արամի քահանայությունը, այնպես ինչպես որ ժամանակին Արամ կաթողիկոսն էր շարունակում ճանաչել մեր հալածյալներից քահանայությունը։ Ինչը աստվածաբանությունից տեղյակ մարդու համար երկնային թագավորության հետ առնչվող անջնջելի օծում է եւ սրբազան խորհուրդ ըստ կարգի Մելքիսեդեկի 3 այսօր վաղը եւ հավիտյանս հավիտենից։ Ինչ ասում ես մարդը։ Ասում ախր մեզ կարգալույց էր արել, ու որոց մենք կարգալույց ենք։ Մեկ էլ Տեր Արամը ասում ինչ եք խոսում, կարգալույց է, եկեք իմ մոտ աշխատեք։ Այսինքն, տեսեք ոնց են կարգվում։ Կարգվում են հետեւյալ կերպ, երբ որ օծվում են, հետո այնտեղ հավաքվածները հարց ատրվում։ Արժանի է որ նա, չգիտեմ, ձևակերպումը, բան հավաքվածները, որտեղ կան նաև հավատացյալներ սովորական։ 3 անգամ բարձր կանչում են. արժանի է, արժանի է, արժանի է։ Ես շատ բաներ այսօր եմ իմացել։ Այսինքն գնահատողը նրա արժանիքի, ոչ թե օծումն է որպես այդպեսին, իհարկե դա դիսակարգն է կարևոր է, այլ արժանիքը հավատացյալ հոտի կողմից արժանավոր լինելը։ Հիմի արժանավոր է այստեղ է ամբողջ իր գյուղի բնակիչների կողմից։ Հայտարարում. դուք ով եք, ինչ եք անում։ Ով եք ու ինչ եք անում։ Ոնց եք դա որոշում։ Մինչև նրան հեռացնելը, մինչև նրան թույլ չտալը, մինչև համարել որ ծիսակարգը խախտվել Արա Զորաբյա եւ այլն, մենք դա պետք է հասկանանք որքանով վավեր ինչ որ մեկի հրահանգը, ինչ որ մեկը ինչքանով է վավեր որ դիմել է ձեզ, որքանով այդ ձեզ դիմողը հանդիսանում եկեղեցին։ Ինչ հարցեր կա։ Սա էլ համար թողնենք այստեղ, սա երկուշաբթի օրը երևի թե ավելի հավեսով կանդրադառնանք, մի քիչ ես էլ բաներ կմարցեմ կամ երեքշաբթի։ Այսինքն սպասեք, որ հնարավոր որոշ թեմաներ կրկնվեն, դա բնական է, թեման այնպեսին է, որ կարող եմ շատ բաներ կրկնել։ Եվ հիմա հետևյալը, այն ինչը որ պահել էի դեսերտի համար, ինչպես ասում եմ։ Ես խոստանում եմ առաջիկայում առավել մանրամասները ճշտել, տարեթվով, անունով, հանդիպման վայրով եւ այլն։ Իսկ հիմա կասեմ հետևյալը։ Նախ հարց։ Ձեր կարծիքով, այսքան որ քաղաքական գործիչներ այսքան բղծազան պայքարի ներկայացուցիչներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, որ գոռում ասում են այսօրվա իշխանությունները ինչու չեն խոսում եկեղեցիներից, որոնք Արցախում մնացին եւ բղծվում են եւ այլն եւ այլն։ Այսքան որ սրանք գոռում են։ Ինչ եք կարծում։
Ինչու դրա մասին չի խոսում հենց ինքը կաթողիկոսը։ Չէ՞ որ եկեղեցիները ոնց հասկացան կաթողիկոսան պետությունը դուք բրիչո ըստ Արա Զորաբյալի եւ ըստ Լտրիշ Ներսիսյանի։ Ինչի այդ թեման ամբողջ թափով առաջ չի տարվում, ընդ որում արևմտյան քրիստոնյա աշխարհում։ Ասեմ, որովհետեւ ոնց ես հասկացա։ Մոտավորապես 2009 թվականին եղել է հանդիպում մի երրորդ վայրում նրանց առաջնորդներից մեկի հետ կամ մուսուլման աշխարհի կամ հենց Թուրքիայի կրոնական առաջնորդի կամ հենց Ադրբեջանի կրոնական առաջնորդի։ Այս մանրամասները կճշտեմ։ Եղել է հանդիպում, որտեղ որ չգիտեմ ինչերի դիմաց ստորագրվել է թուղթ, ըստ որի Լտրիշ Ներսիսյանը Արցախի գործող բոլոր այդ կոթողներից հրաժարվել է։ Սա ես ավելի մանրամասն կփորձեմ հետախուզել, կխնդրեմ, որ ես աղբյուրները ինձ հնարավորինս մանրամասնեմ եւ ես ամբողջովին կներկայացնեմ ձեր դատին։ Ես մի 2-3 տարի առաջ էր կարծեմ, մի 3-4 ինչու, բանի ժամանակ էր 21 թվին էլ, ասել եմ, որ դեռ 2016 թվականին Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցին եղել է Շուշիինը։ Ու չգիտես ինչու 16 թվականին դեռ Վազգեն առաջինի կոնդակով առաջնորդանիստ եկեղեցի հայտարարված եկեղեցին տեղափոխվում է Ստեփանակերտ հանկարծ։ Չգիտենք ինչ։ Այն որ ասում են Շուշին սրանք տվին բանման, տեսեք, ես միշտ եմ ասել, ինչից իրանք խոսում են, ուրեմն այդ քաղաքը իրաց տակն է դրած։ Ու վաղ թե ուշ բացահայտվում է, որ այդ տենց է։ Ինչ խոսացել։ Ու այս թեման, մեկը նոր գրել էր, որ ինքը Բաքու գնացել է։ Ասեմ ավելի, ինքը բաքվեցիների ընդունել է նաև իր մոտ, եւ դրա մասին հենց իրենց որոշակի ժամանակահատվածների ամսագրերը, ես գոնե ֆոտոները ունեմ, կոպիաները, ասես կարճ ներքևը միտեղ է պիտի լուսաբանեին, իցեւ։ Որ ասես բաց չկար, ասես կա հեյս, այն բանկերում է, չէ՞ տես բանան։ Այդ այստեղ իրանք ամեն դեպքում գրել են, որ ինքը ընդունել է ադրբեջանցի լրագրողների, չգիտեմ, մենք հասկանում ենք ոնց կարա Հայաստանում ադրբեջանցի լրագրողը հետս լրագրող լինի, ոչ մի տեղի աշխատող չլինի, տես բա արմեղ լրագրող եկել է հանդիպել։ Լրագրողների քննարկվել են, չգիտեմ, այդ 90-ականների տղերքի թափած արյունն էին ուրանում։ Իրաց ձևակերպմամբ տենց է ստացվում տրամաբանությունը, չնայած ես այդ ժամանակներն խաղաղությանը համաձայն կլինեի։ Ու քննարկել էին խաղաղ ապրելու համատեղ, չգիտեմ, սիրուն բաներ։ Կտրիչը ադրբեջանցիների հետ խոսել է բաներից, խաղաղությունից, սիրոց, հանդուրժողականությունից, ինչը երբեք չի խոսացել հայ ժողովրդի հետ։ Երբեք։ Իսկ այդ 2000 մոտավորապես 9 թվի թեմաները ես կփորձեմ մանրամասն տեղեկ տանել։ Վաղը, Ժորժ ջան, այստեղ պապ ջան, պապ թակավորն է գրել, ասում է Կիրակի թեժա լինելու։ Ես չեմ կարծում Կիրակի թեժա լինելու։ Կիրակի լինելու է բուն արարողությունը, որտեղ որևիցե մեկը չի համարձակվելու երևի խիպիշանը, կամ եթե անեն էլ կստանան, հաստատ, որովհետև միայն ինձ, ես դեռ չեմ ասում նրանց, ովքեր, միայն ինձ նոյեմբերյանից մեղրի զանգել են, որ գալու են։ Միայն ինձ։ Շատ մարդ հանդեպ լինելու։ Ես որքան տեղյակ եմ, կատարակները 11-ից են սկսում, Ժորժ ջան, այդ հարցները եք շատ տալիս։ Դե 10-ից եկեք, շատ սիրուն եկեղեցի է, շատ սիրուն տարածքով։ Բայց սրանց բուն գործունեությունը սրանք կփորձեն վաղը երևի անեն, ես այդպես եմ կարծում, այսօր իզուր չեկան ֆռացին գնային, վաղն էլ կփորձեն, որովհետև Տեր Եսային ինչ որ հայտարարություն ա արել, որ մինչև ամսի 26-ը իրանք պիտի ամեն գնով հասնեն նրան, որ 26-ի պատարակը մատուցի Տեր Արամը։ Սա այսպես, եւ ես կարծում եմ, վաղը որ քանի որ վերջին օրն է այդ հայտարարությունը կատարածելու, շատ իրանք կարող է լավ չպահեն, ուստի առավոտը ժամը 8-ից ես տնից դուրս եմ գալիս, հեսա։ Սա Տեր Եսայի հայտարարությունն է ցույց տա, ու եթերը այսօրվա փակենք։ Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են առաջին Կիրակի հոկտեմբերի 26-ին Հովանավանքում հոգևոր աղոթական կյանքը վերականգնելու եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից ու պատրակ մատուցելու համար։ Այնպես որ վաղ ներողություն, ովքեր ունեն ցանկություն, վաղը նույնպես կարող եք գալ, մեզ հետ լինել այնտեղ։
կզրուցենք, կշփվենք, ուշադիր կլինենք, որպեսզի, չգիտեմ, սադրանքներ չլինեն եւ նրանց լրագրողական որոշ վերբալ գործիքներ չհաջողեն իրենց մանիպուլյացիաների գործում եւ չկարողանան հոգեվորցությունը շարունակել։ Այսպես ժողովուրդ ջան, թերևս ինձ համար, կարծում եմ ձեզ համար էլ շատ դժվար էր լսելը այն ինչ որ ասացի, գոնե այդ կարճ հատվածը, բայց դա ես մանրամասներ դեռ կճշտեմ եւ իսկապես կարող է պարզվել, որ եղել է այդ հանդիպումը ու կա այդպիսի փաստաթուղթ եւ ստորագրություն եւ դա միակ կեղտոտությունը չի որ արել է եւ ինչու ոչ գուցե նաեւ դրա համար է որ սրանց կաստան ամեն ինչի պատրաստ է ընդհուպ միջև արյունահեղություն միայն թե պահեն իրենց իսկ արյունահեղության կոչ անում են միայն ու միայն իրենք մենք ամեն ինչ անում ենք փորձում ենք անել գոնե սիրո հանդուրժողական մթնոլորտը պահպանելով մինչև մի անասուն ստեղ չի հանդիպում մեզ աղոթքով մենք ցուցարարներ չենք սկսենք այդտեղից մենք չպիտի վերածվենք ցուցարարների մենք եկեղեցու տերն ենք ու եթե կլինեն ցուցարարներ որ ինչ-որ բանի հետ համաձայն չեն մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության դաշտ մտնել փորձել հասկանալ այս մարդիկ ինչ են խոսում այս դիրքորոշումը պիտի լինի իսկ նրանք ովքեր որ մի փոքր ինձ լավ են հասկանում հեռախոսը կարողանում օգտագործել կխնդրեմ այդ հատվածը որ ասացի հատված կապված այդ ստորագրության այդ հանձնման եւ ընդունման հետ փորձեք կոնտեքստից առանց կտրելու մտքի սկզբից մինչեւ մեր մտքի ավարտը կտրել առանձնացնել դա նույնպես առանձին կերպով տարածել TikTok-ներով եւ ամենուր դա անհրաժեշտություն է որպեսզի մարդիկ ընտրեն ամեն մեկը չի որ ետերը ամբողջությամբ կնայի բայց այդ հատվածը պետքա բոլորի իմանան շնորհակալ եմ ձեզ բոլորի սիրելիներս համբուրում եմ գրկում եմ անչափ շնորհակալ եմ մենք միասին այսօր հարց ենք լուծել մենք միասին վաղն էլ կլուծենք Կիրակի օրը ես ցավում եմ որ հնարավոր է այնտեղ չլինեմ որովհետեւ պիտի գնամ Ստեփանավան ընկերոջս ծառայող տղային տեսնելու ընկերս Հայաստանում չի ստան ծառայում այստեղ ես պիտի գնամ այնպես որ կխնդրեմ այդ հատվածը եթե կարող եք կտրեք նատուղարկեք ինձ ես տեսնեմ ու դա առանձին տարածեք կրկնում եմ եղել է տարեթիվ մոտավորապես 2009 եղել է մի վայր որտեղ հանդիպել է Պետրիշ Ներսիսյանը եւ մուսուլմանական աշխարհի ներկայացուցիչ մեկներից մեկը կամ ընդհանուր մուսուլմանական կամ Թուրքիայի կամ Ադրբեջանի սա դեռ ճշտ մատկուլումը ստորագրել են հաստատող ըստ որի ընդհանուր միտքն եմ հիմա ասում ոչ թե ձևակերպումը ըստ որի Արցախի եկեղեցիները հանձնելա թողելա նրանց տնօրինմանը այ հենց դրա համար էլ հավուր պատշաճի չեն արձագանքում կռիվ դավիճ չեն անում թե վայ ես ինչ եկամ այլ մեղադրում են որ պետությունը ինչի չի անում այդ հատվածը խնդրում եմ ամենքան շնորհակալ եմ բոլորիդ լավ մնացեք մինչ վաղը ժողովուրդ ջան բարի գիշեր